Ոստիկանության ղեկավարության ցուցումով նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 10-ը անչափահասների գործերով աշխատակիցները հանրակրթական դպրոցներում անցկացնում են հանդիպումներ։ Հերթական հանդիպումը տեղի ունեցավ այսօր Վարդաշենի թիվ 1 կրթահամալիրում։ Խորհրդանշական էր հանդիպման օրը։ Նոյեմբերի 19-ը երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրն է։ Ոստիկանության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին նաև Կրթության և Գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը և Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը։ Երեխաները հյուրերի ներկայացան նկարներով, որոնք արտահայտում են բռնության դեմ պայքարի իրենց պատկերացումները։ Ոչ բռնությանը թեմայով լավագույն նկարների հեղինակներն արժանացան նվերների։ Կրթահամալիրի սաները հյուրերի համար նաև գեղեցիկ անակնկալ էին պատրաստել՝ երկուպար բեմականացում։ Ինչպես մենք իրավունք ունենք բռնության չենթարկվելու, այնպես էլ պարտականություն ունենք բռնության չենթարկելու։ Սա էր օրվա խորհուրդը, որ հնչեցրին երեխաները։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի նոյեմբերի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 11-ը, գողության 23 դեպքից 14-ը, բացահայտվել է խարդախության 8, յուրացման, խուլիգանության և գույքի դիտավորության ոչնչացման 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 և գողության 3 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Որպես անհայտ կորած որոնվում է Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ 1975 թվականին ծնված Մարլեն Ռաֆիկի Աղամիրյանը, որը սեպտեմբերի 18-ին ժամը 9:30-ի սահմաններում դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Մարլեն Աղամիրյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Նաիրի կամ մոտակա բաժին։ Նոյեմբերի 18-ին հերթական ուղիղ կապի հյուրն էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրի վարչության պետի տեղակալ առաջին բաժնի պետ ոստիկանության փոխգնդապետ Հայկ Պետրոսյանը։ Ուղիղ կապի ընթացքում ստացված հեռախոսազանգերին, որոնք վերաբերում էին ոստիկանությունում ծառայության անցնելու կարգին, ոստիկանության ուսումնական հաստատություններին տրվեցին սպառիչ պատասխաններ։ Օրվա թեմայի հետ չառնչվող մի շարք հարցերի վերաբերյալ էլ քաղաքացիներին տրվել է անհրաժեշտ խորհրդատվություն։ Հիշեցնենք, որ քաղաքացիները կարող են ուղիղ կապի միջոցով ոստիկանության պաշտոնյաներին հարցեր ուղղել ամեն երեքշաբթի ժամը 14:30-ից մինչև 16:30, 010 59 60 54 հեռախոսահամարով։ Ուղիղ կապի հերթական թեմայի և հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի նախապես։ Ոստիկանություն հասարակություն, ոստիկանություն դպրոց կապն ամրապնդելու նպատակով օրերս Կենտրոնի վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհուրդը Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի մարզադահլիճում կազմակերպեց բասկետբոլի ընկերական հանդիպում։ Դպրոցների համար նման նախագծերի իրականացումը վաղուց արդեն անակնկալ չէ։ Ոստիկանությունը հաճախ է մշակութային միջոցառումներ կազմակերպում, բարեգործական համերգներ, էքսկուրսիաներ։ Այս միջոցառման ձևաչափը մարզական էր՝ առողջ հոգի, առողջ մարմնում։ Գնդակի համար պայքարն ընթանում էր շրջանի ուսուցիչների և ոստիկանության վետերանների ու կենտրոնականի բաժնի բասկետբոլի հավաքական թիմերի միջև։ Վետերանները երիտասարդական աֆյունով լցված ապացուցում էին, որ դեռևս շարքում են և ոչնչով չէին զիջում ոչ ուսուցիչներին, ոչ էլ իրենց թիմակից երիտասարդ ոստիկաններին։ Կամքի նման դրսևորումն ինքնին ուսանելի էր և հուշում էր, որ այսպիսի միջոցառումները ոչ միայն կարևոր են ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման, այլև մատաղ սերնդի դաստիարակման գործում։ Ընկերական հանդիպումն անցավ մարզական ջերմ մթնոլորտում։ Ուշադրություն։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը հայտարարում է ընդունելություն ենթակա ստորաբաժանումներում ծառայություն անցնելու համար։ Դիմել կարող են Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն, ունեն միջնակարգ կրթություն, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ համապատասխանում են ոստիկանության ծառայողին ներկայացվող պահանջներին։ Պայմաններին կարելի է ծանոթանալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կադրերի բաժնում։ Հասցեն Երևան, Քանաքեռ 14 փողոց, շենք 1, հեռախոս 2836 70։ Դիմողները պետք է ներկայանան անձնագրով, զինվորական գրքույկով, ատեստատով կամ դիպլոմով։